Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված, վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում են ասել, բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է եւ դատավորական կոլեգիան չի, որ կայացում է այդ վճիռը։ Դատավորական կոլեգիան միայն հայտարարության կարգով կհայտարարի եւ կհրապարակի այն, ինչ որ վճռված է։ Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր եւ յուրահատուկ էին, ինչպես նշել եմ, բավական արժանի ելույթներ էին, ինչպես Առաջիհատյանի դատարանում այս պարագային էլ թե դատախազության ներկայացուցիչները եւ թե նաեւ դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշներին, այդ թվում նաեւ ինձ այդպես էլ չթողեցին ամբողջական իմ խոսքը ներկայացնել, բայց այնուհանդերձ խնդիր չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է եւ շատ բարձ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է, այլ կերպ չի էլ կարող լինել։ Ամենամեծ գնահատականը հավանաբար այս դատավարության տվել է պաշտպաններից մեկը, ով Առաջիհատյանում հենց այսպես զգուշացրել է, որ ամաչելու են տարիներ հետո իրենց ծերունների առջև, իսկ այս անգամ շատ յուրահատուկ խոսք փոխանցեց դատավորական կոլեգիային, այսպես զգաստացնող խոսք փոխանցելով, որ չպղծենք դատարանը եւ ասաց, որ մեր հաղթանակները այս դատավարությամբ պղծել ենք, այսինքն մեր ընդհանուր պահվածքը արդեն մղում է նրանց, որպեսզի նրանք խոստովանեն, որ դատավարական գործընթացում իրենք լուրջ բացեր են ունեցել եւ ինչպես ես նշեցի իմ խոսքի մեջ վերջին իմ ելույթի ժամանակ Առաջիհատյանի դատարանում փաստորեն քաղաքականապես եւ բարոյապես մեղադրող կողմը եւ դատավորական կոլեգիան, որ նույն թիմն են, փաստորեն չեն շահել դատը, շահողը եղել ենք մենք, որպես մեղադրյալներ, այսպես ասած։ Մենք արժանի հակահարվածներ ենք տալիս, այսպես ասեմ, այն փաստարկներին եւ այն կեղծ պնդումներին, որ վերաբերում է մեր ժողովրդի անցյալին, ներկային, պատվի խնդիրներին մեր ժողովրդի, կեղծ տեղեկություններով, շինծու հիմնավորումներով, ազգային ինքնասիրությունը կողքրտող պահվածքով, կեղծված պատմությամբ եւ հենց այդպիսի մի իրավիճակ է, որ պետք է ասել, որ պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն օրենքի ուժ չկա։ Մենք ենք որոշողը, այս սկզբունքով են առաջնորդվում դատավորները եւ դատավորական կոլեգիան եւ անում այն ինչ որ ուզում են, մեզ համար էլ դա հասկանալի է, բայց ինչպես նշել ենք, սա մեր համար երկրորդական է եւ մենք ուղղակի ֆորմալ կողմ ենք ապահովում, որպեսզի հասնենք միջազգային դատարան։ Այնպես որ այս դատավարությունը կարող ենք համարել դատող կողմի համար տապալված դատավարություն։ Լրատվությունը ինչպես միշտ ներկայացվում է միակողմանի մանիպուլացված, իրականությանը ոչ համապատասխան։ Ես մեկ նույնիսկ մտածում եմ, որ ուր են Հայաստանի ազատության լրատվամիջոցի ռադիոկայանի լրագրողները, ազատություն որոնող լրագրողները։ Մոտ 2 տարի է սպասում ենք, որ դատարանի դահլիճում կհայտնվեն, չէ՞ որ նրանց համար սպիտակ տան պատերը կամ Կրեմլի պատերը կամ եվրոպական որևէ երկրի, այդ թվում նաև բրյուսելյան հանրահայտ պատերը դժվար չէ շոշափելը, բայց Բաքվի դատարանների դահլիճից ներս նրանց մենք այդպես էլ չտեսանք, որպեսզի աշխարհին ներկայացնեն, թե ում են դատում, ինչու համար են դատում եւ ինչպես են դատում։ Ինչևէ, Նաև մի փոքր այսպես նրբություն ներկայացնեմ, դեռևս հուլիսի 17-ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որպեսզի մեղադրող կողմը դատախազությունը հաշվի առնելով ներկա ստեղծված իրավիճակը հայցը հետ վերցնի եւ քրեական գործը կարճվի, այս քրեական հետապնդում կոչված է դադարեցվի։ Տեղի վրա մերժվել է։ Ես բնականաբար ներկայացի, որ պետք է այդ երիտասարդ կազմը, որ ներկա է, խորհրդակցեն իրենց վերադասնել իրենց վերադասի, սակայն տեղի վրա մերժվեց։ Ամսի 31-ին մեր վերջին նիստի ժամանակ վերջի խոսքում ես խոսքս ուղղեցի դատավորին եւ խնդրեցի առաջարկ ներկայացրի դատավորին, որպեսզի իմ այդ միջնորդության բովանդակությամբ առաջարկ ներկայացնելով, պահը օգտագործելով այդ իմ առաջարկի հնարավորությունը օգտագործելով, որպեսզի դատավորական կոլեգիան խորհրդակցի ում հետ որ անհրաժեշտ է, ովքեր որ որոշում են կայացնում, եւ հաշվի առնելով երկու երկրների, երկու ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը եւ որպես ապագայի միտված ներդրում այս քրեական հետապնդումը դադարեցնեն եւ գործը կարճեն։
Ինչ կորոշեն, սա այլ հարց է, բայց ամենայն դեպս այդպիսի մի առաջարկ ներկայացվել է։ Մեկ անգամ եւս պիտի ասեմ, որ մոտ 2 տարվա շարունակող այս երկու ատյանների դատավարության ընթացքում պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը եւ ոչ էլ առաջի ատյանի դատավճիռը։ Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք։